Հոլանդացի ճանապարհորդ Անտուան Օգյուստեն Կալմետը դրախտը տեղադրել է հենց Երևանի տեղում։ Այսպես դետալ առ դետալ ներկայացնում են Երևանի անկրկնելի հմայքն ու հարուստ պատմությունը Արարատ թանգարանում։ Արարատ հայկական կոնյակը մշակութային նոր նախաձեռնությամբ է ներկայանում։ Եռալեզու ձայնային ուղեցույց են մշակել երևանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար, բացահայտելու հին քաղաքի նոր եզրերը։ Նախագիծը Արարատի մայրաքաղաք Երևանի հանդեպ խոր նվիրվածության եւ անկեղծ սիրո նորովի դրսեւորումն է։ Կբացահայտեն քաղաքը յուրովի, ոչ միայն պատմական, այլև ժամանակակից կողմից։ Երևանի կոնյակի գործարանը եւ Արարատը շատ են սիրում մեր մայրաքաղաքը եւ այս նախագիծը турք է եւ կբացահայտի նորից մեր սերը Երևանի։ Արարատ Երևան ձայնային ուղեցույցը առաջարկում է մոտ 1 ժամ տևողությամբ զբոսանք Երևանի կենտրոնով, որը մեկնարկում է ռադիոյի տան մերձակայքից, Ալեք Մանուկյան փողոցից եւ բերում ունկնդրին Պուշկին Աբովյան խաչմերուկ։ Առաջարկված հետագծի շրջանակում ձեզ հետ վիրտուալ զբոսանք կանցկացնի լրագրող եւ գրող Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը։ Ողջույն։ Մենք կզբոսնենք Երևանի կենտրոնի փողոցներով եւ ես հույս ունեմ, որ կկարողանամ ցույց տալ, թե որքան գեղեցիկ ու հետաքրքիր է իմ քաղաքը։ Ես շատ ուրախ եմ իմ գիտելիքները, իմ իմացածը կիսել բոլորի հետ։ Իրենք կտեսնեն քաղաքը կամ քաղաքի ինչ-որ մի փոքրիկ հատված իմ աչքերով։ Տեղեր կան, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, բայց չենք պատկերացնում ինչ նշանակություն ունեն եւ ինչ հետաքրքիր կարող են լինել այդ տեղերը։ Թեպետ աուդիոգրքում ներառված չէ Արարատ թանգարանը, շատ խորհրդանշական է, որ այս նախագծի մեկնարկը տրվեց հենց թանգարանում։ Ընկերությունում կարևորում են ու իրենց առաքելությունը համարում Արարատի տասնյակ հազարավոր այցելուներին ներկայացնել հյուրընկալ Երևանի պատմական հարուստ ժառանգությունն ու ժամանակակից զարկերակը։ Իդեպ Արարատ Երևան ձայնային ուղեցույցը կիրառել է հեշտ է, պարզ ու հարմարավետ։ Այն հասանելի է yerevanguide.araratbrandi.com կայքում։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։